Ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի էջերում առկային կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց իսկ տեղադրված են հոկտեմբեր ամսվա կանխատեսումները։ Եթե չեք դիտել, դիտեք անպայմանად գերհետաքրքիր մեկուկես ժամանոց վիդեոն։ Եվ ամեն շաբաթ ավանդաբար ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, միջ բունյութին անցնել է, հիշեցնեմ, որ մինչև հոկտեմբերի 19-ը գործում է 50% զեղչ բոլոր քարտ տալիսմանների համար, մոգական գերհզոր քարտ տալիսմանների համար, նաև Սողոմոն իմաստունի կնիկ տալիսմանների համար եւ մնացել է շատ սահմանափակ քանակություն, այնպես որ շտապեք ձեռք բերել այս հիասքանչ տալիսմանները, որոնք շատ զորեղ են։ Այս Վեներա մորակի քարտ տալիսմանը, որը կկատարի ձեր բոլոր ցանկությունները, հատկապես ֆինանսական եւ անձնական ոլորտին վերաբերվող այս մոգական քառակուսի տալիսմանը, Վեներայի քարտ տալիսմանը նույնպես բավականին զորեղ է, նպաստում է ընտանեկան ներդաշնակության, ընդհանրապես զույգերի ներդաշնակությանը, թշնամանքի վերացմանը եւ ընդհանրապես քառակուսի տալիսմանը Վեներայի կպարգևի ձեզ նյութական եւ անձնական երջանկություն։ Մարս մոլորակի գերհզոր տալիսմանը, որը անպարտելի է դարձնում իր տիրոջը եւ այս տալիսմանի կրողը որևիցե զենքի կողմից երբևէ չի խոցվի։ Նաեւ սիրելիներս ձեռք բերեք այս տարվա գերհզոր տալիսմաններից մեկը Տրիշուլան, մնացել են համենը 2 հատուկ գնով եմ տալու այս տալիսմանները։ Տրիշուլան կօգնի ձեզ պահպանել այն, ինչ որ դուք ուզում եք պահպանել, որ ձերը մնա, ձեր ընտանիքը, ձեր անշարժ գույքը, ձեր ունեցվածքը, ձեր ֆինանսները, եթե անդադ ֆինանսները այսպես մատերի արանքով հոսում են, Տրիշուլան ձեր համար է, սիրելի բարեկամներ, ձեր առողջությունը, մի խոսքով այն ամենը, ինչ որ թանկ է ձեզ համար եւ դուք ուզում եք պահպանել, նա օժտված է նաեւ պաշտպանական զորությամբ եւ ընդհանրապես կապահովի ձեր նյութական եւ անձնական բարեկեցությունը։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ ինչ է մեզ սպասվում հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում։ Հոկտեմբերի 13-ը բարեխառն օր է, ընդհանուր առմամբ օրվա ընթացքում դրական մորակային փոխհարաբերությունների մեջ է մտնելու լուսինը։ Հոկտեմբերի 12-ից 13-ի լույս 13-ի գիշերը 2:10 Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրիի հետ, որը արդեն իսկ հոկտեմբերի 6-ից, ինչպես գիտեք, գտնվում է Կարիճ աստղակերպում եւ այժմ զբաղեցնելու է Կարիճի 9 աստիճանը եւ 9 աստիճան խեցգետնում գտնվելու է լուսինը։ 11:06 Երևանի ժամանակով սիրելի բարեկամներ, լուսինը նաեւ գեղեցիկ եռանկյունի կկազմի Մարս մոլորակի հետ։ Ակտիվության, նախաձեռնության, ռազմի մոլորակ Մարսը նույնպես գտնվում է Կարիճ կենդանակերպում եւ զբաղեցնում է 14 աստիճան Կարիճը եւ լուսինը նույնպես կլինի 14 աստիճան խեցգետնում։ Իհարկե, այս մորակային փոխհարաբերությունները նպաստում են միջանձնային ակտիվ հաղորդակցությանը, կակտիվանան նաև առևտրական գործարքները, ընդհանրապես գործարքների համար բարենպաստ է հոկտեմբերի 13-ի օրվա սկիզբը, նաև բարենպաստ է ֆիզիկական ակտիվության համար։ Հիշեցնեմ, որ Մարսը Կարիճ կենդանակերպում իշխում է եւ թագավորում է, եւ այդ իսկ պատճառով ֆիզիկական ակտիվությունը
սպորտը, չգիտեմ, լողը, ցանկացած ակտիվություն, նաև կարող եք ակտիվ մաքրել ձեր բնակարանը, շատ բարենպաստ է ազդելու ձեր հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա, որովհետեւ Մարսը կարիճ կենթանակերպում շատ անհանգիստ է եւ չի սիրում пассив մարդկանց, պետք է լինել ակտիվ եւ անընդհատ շարժվել, հատկապես հոկտեմբերի 13-ին, ցերեկվա ժամերին։ Նու կարող եք վազել, պարզապես քայլել թեկուզ եւ նույնպես բարենպաստ է։ Իրավիճակը բարդանում է դեպի հոկտեմբերի 13-ի երեկոն, որովհետեւ արդեն Երևանի ժամանակով 22-ն 12 րոպեին լուսինը լարված քառակուսի կկազմի Արեգակետ, որը գտնվում է 20 աստիճան կշեռքում եւ լուսինը կգտնվի 20 աստիճան խեցգետնում, բայց քանի որ լուսինը խեցգետնում իշխում է, իհարկե բարենպաստ է ավելի շատ լուսնի համար, քան իսկ Արեգակը թույլ է կշեռ կենթանակերպում, ընկած է, վնասված է, վտարված է, այնպես որ այնուամենայնիվ պարզ հասարակ մարդկանց համար բարենպաստ է այս դիրքը եւ հիշեցնեմ, որ ողջ գալիք շաբաթվա ընթացքում սիրելի բարեկամներ լուսինը լինելու է մարող եւ հատկապես արդեն հոկտեմբերի 13-ի երեկոյան լրանում է լուսնի վերջին քառորդը եւ սա բարենպաստ է ցանկացած արողակարգերի եւ մախոսությունների համար, որոնք միտված են մեր կյանքից հեռացնելու, վերացնելու անբարենպաստ երևույթներ, անցանկալի երևույթները, վարկեր, պարտքեր, հիվանդություններ եւ այլն։ Այդ ամենի մասին կարող եք տեղեկանալ այդ արարողակարգերի մախոսությունների մասին կարող եք տեղեկանալ իմ աստրոմագիա եւ թալիսմանների երկրորդ YouTube-յան ալիքում հղումը այդ ալիքին կլինի այս վիդեոյի վերջում անպայման դիտեք վիդեոն մինչեւ վերջ եւ եթե ինչ որ խնդիրներ ունեք աշխատեք ազատագրվել այդ խնդիրներից այս շաբաթվա լավագույն օրերից մեկը իհարկե մեր մոտ հոկտեմբերի 14-ն է Երևանի ժամանակով վաղ առավոտյան կամ գիշերը 13-14-ի գիշերը 3:50 րոպեին լուսինը կմիանա մեծ բարերար մոլորակ Յուպիտերի հետ, որը շարունակաբար գտնվում է խեցգետին կենթանակերպում, այժմ զբաղեցնում է խեցգետնի 23-րդ աստիճանը։ Ու իհարկե այս միությունը շատ բարենպաստ է, առավոտը բարենպաստ է, մի փոքր իհարկե կփչացնի իրավիճակը լուսնի եւ չարաբաստիկ Սատուրնի երանգյունին, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, արդեն Երևանի ժամանակով 9:05 րոպե, 26 աստիճան, գիտեք, ձկներում արդեն սեպտեմբերի 1-ից Սատուրնը կրկին վերադարձել է ձկներ եւ այժմ 26 աստիճան ձկներում է եւ 26 աստիճան խեցգետնում գտնվելու է լուսինը, իսկ 14:50 րոպեին Երևանի ժամանակով հոկտեմբերի 14-ին լուսինը մուտք կգործի առյուծ կենթանակերպ, փառավոր եւ այսպես թագավորական, իշխանական առյուծ եւ իշխանատենչ առյուծը Եվ արդեն 15:10 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Նեպտուն մոլորակետ, որը գտնվում է 0 աստիճան խույ կենթանակերպում։ Այնուհետև լուսինը շարունակաբար դրական հարաբերությունների մեջ է մտնելու այլ մորակների հետ եւ տեսեք 16:09 րոպեին արդեն լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի նաեւ Վեներայի հետ, որը արդեն իսկ գտնվում է 0 աստիճան կշեռքում։ Սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներան մուտք կգործի կշեռ կենթանակերպ, որտեղ նա իշխում է եւ թագավորում է հոկտեմբերի 14-ին Երևանի ժամանակով գիշերը 1:18 րոպեին եւ նա կմնա կշեռ կենթանակերպում մինչեւ նոյեմբերի 7, այնուհետեւ կանցնի կարիճ, որտեղ նրա թուլության եւ տկարության նշանն է։ Այնպես որ հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 7-ը սիրելի բարեկամներ աշխատեք կարգավորել անձնական հարցերը, ֆինանսական հարցերը, ինչ որ կարևոր ձեռքբերումների շրջան է լինելու, իհարկե հատկապես կշեռքների համար եւ առհասարակ բոլոր օդին նշանների համար, նաեւ նրանց համար, ովքեր ունեն ընդգծված կշեռ կենթանակերպ, ոչ միայն Արեգակ, այլ կարող նաեւ այլ մորակներ գտնվեն կշեռ կենթանակերպում։
Եվ ահա լուսինը գեղեցիկ այդ վեցանկյունը կկազմի Վեներայի հետ հոկտեմբերի 14-ին 16:09 րոպեին։ Իսկ 16:20 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի նաև անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ, որը նույնպես գտնվում է շարունակաբար երկվորյակներում, զրոաստիճան երկվորյակում եւ առյուծում գտնվելու է լուսինը, շատ հետաքրքիր է Ուրան, Վեներա, լուսին, բիսեքստիլ է ձևավորվում, որը խիստ բարենպաստ մորակային փոխհարաբերությունը, անսպասելի հանդիպումներ կարող է տեղի ունենալ, ինչ որ անսպասելի, չգիտեմ, դրական լուր կարող է ստանալ, դեպի լուսնի եւ Ուրանի այդ ավելի ճիշտ Վեներա եւ Ուրանի այդ գեղեցիկ եռանկյունին այդ տրիկոնը ստեղծում է շատ բարենպաստ զարգացումներ, անսպասելի հատկապես անձնական կյանքում, ֆինանսական կյանքում, այնպես որ գալիք շաբաթը լինելու է հաճելի անակնկալների ժամանակահատված, բայց իրավիճակը խիստ բարդանում է հոկտեմբերի 14-ի արդեն դեպի երեկոյան, որովհետև 17-ից 14 րոպեին հոկտեմբերի 14-ին լուսինը լարված դիմակայության մեջ կմտնի չարաբաստիկ Պլուտոնի հետ, որը շարունակաբար գտնվում է ջրհոս կենդանակերպի առաջին աստիճանում, ճիշտ է նա հետընթաց է, կարծես թե կանգ է առնելու գալիք շաբաթ, բայց այնուամենայնիվ 20 տարի շարունակ գիտեք, որ Պլուտոնը գտնվելու է ջրհոսում եւ լուսինին դիմակայությունը Պլուտոնին ստեղծում է լարված ռազմաքաղաքական իրավիճակ, հատկապես անբարենպաստ է հասարակ մարդկանց համար, որովհետեւ այսպես ասած Պլուտոնը դա համաշխարհային կառավարություն է եւ մարդկանց փոխարեն որոշումներ է կայացնում իրենց կյանքի վերաբերյալ։ Խիստ լարված, այդ լարվածությունը շարունակվելու է նաև հոկտեմբերի 15-ին, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով 13:40 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Մերկուրի հետ, որը գտնվում է 12 աստիճան կարիճում, եւ իսկ այնուհետև 19:50 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի նաև Մարս մորակի հետ 15 աստիճան կարիճում գտնվում է Մարսը, ուղիղ իմ Մարս որակի վրա, իմ Մարսը նույնպես գտնվում է կարիճ կենդանակերպում, սիրելի բարեկամներ, եւ դա իհարկե նշանակում է, որ էմոցիոնալ լարվածությունը աճելու է ամբողջ օրվա ընթացքում հոկտեմբերի 15-ին ցանկալի չէ ինչ-որ կարևոր համաձայնություններ կնքել, պայմանագրեր կնքել, կարևոր հանդիպումներ նշանակել, կարևոր գործարքներ նշանակել հոկտեմբերի 15-ի վրա, դա ցանկալի չէ, այդ թվում նաև ֆինանսական խնդիրներ կարող է ունենաք, այնպես որ հոկտեմբերի 15-ին զերծ մնացեք որ կարևոր գործնական պայմանավորվածությունից ապագայի համար, որովհետև նախ լուսինը մարում է եւ հետո նա անբարենպաստ փոխհարաբերությունների մեջ է Մարսի եւ Մերկուրի հետ, նաև Սև լուսնի հետ, որը խիստ անբարենպաստ է իմիջիայլոց հոկտեմբեր ամսվա կանխատեսումներում եւ ես նաև բացատրել եմ հոկտեմբերի վերջի լարվածության պատճառը եւ լուսինը, Մերկուրին, Մարսը, Սև լուսինը միանում են, այդ դրա մասին նույնպես կարող եք լսել այդ հոկտեմբեր ամսվա կանխատեսումներում։ Եվ կարևոր գործեր, մի խոսքով հոկտեմբերի 15-ի վրա չեք նշանակում աշխատում եք կոնֆլիկտի մեջ չմտնել միջավայրի հետ, որովհետև դա կարող է ընդմիշտ փչացնել ձեր հարաբերությունները կարևոր, ձեզ համար կարևոր մարդկանց հետ։ Եվ իհարկե այդ լարվածությունը մի փոքր կթեթևանա հոկտեմբերի 16-ին Երևանի ժամանակով 9:05 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Արեգակի հետ, որը գտնվում է 23 աստիճան, գտնվելու 23 աստիճան կշեռքում։ Իրավիճակը մի փոքր ավելի կբարդանա դեպի երեկո 22:05 րոպեին լուսինը մուտք կգործի կույս կենդանակերպ եւ այնուհետեւ 23:36 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Ուրան մորակի հետ, որը հղի է զանազան վտանգներով, վթարներ, ճանապարհներին վտանգներ, հնարավոր են վթարներ, հնարավոր է կապի խափանումներ, հոսանքի խափանումներ, տատանումներ, մի խոսքով հոկտեմբերի 16-ի երեկոյան պետք է շատ զգուշ լինել։
Եվ իհարկե այս շաբաթվա ամենաբարենպաստ օրը բացի հոկտեմբերի 14-ից, նաև հոկտեմբերի 18-ն է, շատ բարենպաստ օր է։ Վաղ առավոտյան 5:10 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի նախ կապև հեռահաղորդակցության մորակ Մերկուրիի հետ 16 աստիճան կարիճում գտնվում է Մերկուրին, 16 աստիճան կույս նշանում գտնվելու է լուսինը, 8:05 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի նաև Մարս մորակի հետ 17 աստիճան կարիճում գտնվում է Մարս եւ 17 աստիճան կույս կենդանակերպում գտնվում է լուսինը, իսկ 20:42 րոպեին լուսինը ամենաբարենպաստ փոխհարաբերությունը կկազմի Յուպիտեր մոլորակի հետ տրիկոն կկազմի 24 աստիճան խեցգետնում, կներեք վեցանկյուն, կրկին վեցանկյուն կառաջացնի Յուպիտերը հետ 24 աստիճան խեցգետնում գտնվում է Յուպիտերը եւ 24 աստիճան ուրեմն կույս կենդանակերպում գտնվելու է լուսինը։ Սա իհարկե բոլոր մորակների հետ լուսինը այդ օրը բարենպաստ փոխհարաբերությունների մեջ է մտնում, այդ դա նշանակում է, որ օրը ընդհանուր առմամբ բարենպաստ է ցանկացած դրական գործունեության համար, ինչպես գնումների համար, այնպես էլ միջավայրի հետ շփումների համար, ինչ որ համագործակցության համար, նոր ծանոթությունների համար եւ այլն։ Բարեխառն է լինելու, սիրելի բարեկամներ, հոկտեմբերի 19-ը, հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը 1:10 րոպեին արդեն լուսինը Երևանի ժամանակով լուսինը լարված դիմակայություն կառաջացնի Սատուրն մորակի հետ 26 աստիճան ձկներում գտնում է Սատուրնը չարաբաստիկ սահմանափակումների մորակը եւ լուսինը գտնվելու է կույս կենդանակերպում, սա շատ անբարենպաստ մորակային փոխհարաբերություն է, իհարկե գիշերը զգուշ եղեք ճանապարհներին, զգուշ եղեք մի մտեք կոնֆլիկտների մեջ մարդկանց հետ, ընդհանրապես միջազգային հարաբերությունները կարող է տուժեն, սառը հարաբերություններ կարող է հաստատվեն, որտեղ լուսնի եւ Սատուրնի դիմակայությունը մշտապես նշանակում է սիրո բացակայություն, զգացվում է իբրև սիրո բացակայություն։ Բայց արդեն 8:05 րոպեին հոկտեմբերի 19-ին լուսինը մուտք կգործի կշեռ կենդանակերպ եւ 8:10-ին նա Նեպտուն մորակի հետ լարված դիմակայությունից հետո այնուհետև սկսում է դրական մորակային փոխհարաբերություններ կազմել։ Տեսեք 9:27 րոպեն արդեն լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Ուրան մորակի 0 աստիճան ուրեմն երկվրակներում գտնվում է Ուրանը եւ 0 աստիճան կշեռքում գտնվում է լուսինը եւ արդեն 10:45 րոպեին լուսինը նաեւ գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Պլուտոն մոլորակի հետ, որը գտնվում է ջրհոսում, գիտեք 1 աստիճան ջրհոսում գտնվում է այժմ Պլուտոնը։ Եվ սա իհարկե շատ բարենպաստ է, տեսեք, ձևավորվում է մեծ եռանկյունի Պլուտոն, Ուրան, Լուսին, շատ լավ եռանկյունի, այսինքն ինչ-որ շատ կարևոր ռազմաքաղաքական որոշումներ, կարևոր կյանքի համար, հետագա կյանքի համար կարևոր ընդհանրապես հեռանկարային որոշումներ կայացնելու համար լավ օր է, բայց պետք է նկատի ունենալ, որ լուսնի փոխհարաբերությունները ցանկացած բարձրագույն մորակի հետ անկանխատեսելիության այդ մի փոքր պտղունցը միշտ մտցնում են ցանկացած իրավիճակի մեջ, այսինքն հնարավոր է դուք մի բան սպասեք, բայց այլ բան ստացվի, բայց այնուամենայնիվ դրական է, որովհետև լավ մորակային փոխհարաբերության մեջ, այսինքն շատ ավելի դրական զարգացումներ ձեզ համար կարող է տեղի ունենալ, եթե իհարկե ճիշտ որոշում կայացնեք, իսկ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է գալ խորհրդատվության։ Եվ արդեն 22:25 րոպեին լուսինը կմիանա սիրո եւ գեղեցկության մորակ Վեներայի հետ 7 աստիճան կշեռքում, սիրելի բարեկամներ, ահա այսքանը այն մասին, թե ինչ է մեզ սպասում գալիք շաբաթվա ընթացքում, շատ անկանխատեսելի եւ հաճելի անակնկալներով լի շաբաթ է լինելու, սիրելի բարեկամներ, իսկ այժմ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին գալիք շաբաթվա ընթացքում, հոկտեմբերի 13-ից 19 ընկած ժամանակահատվածում գնացինք։ Սիրելի խոյեր, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, հոկտեմբերի 13-ից 14 զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով, կարգավորելու եք տան հետ կապված փաստաթղթեր, հնարավոր է անշարժ գույքի արք վաճառք։ Սիրելի խոյիկներ, հոկտեմբերի 14-ից 16-ը խիստ բարենպաստ օրեր են ձեզ համար, լավ է երեխաների համար, լավ է հանգ
հանգստի համար, հաճույքների համար, նաև բիզնեսի համար բարենպաստ է։ Եվ հոկտեմբերի 16-ից 19-ը զբաղվելու եք աշխատանքային ընթացիկ հարցերով, լուծելու եք առողջական խնդիրներ եւ ընթացիկ, այսպես կենցաղային խնդիրներով եք զբաղվելու։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար եւս բարեխառն է գալիք շաբաթը հոկտեմբերի 13-ից 14-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում հետաքրքիր հանդիպում է հնարավոր։ Լավ լուրեր կստանաք ձեր քույրերից եւ եղբայրներից, սիրելի ցուլիկներ։ Հոկտեմբերի 14-ից 16-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերի կարգավորմամբ, հնարավոր է փաստաթղթեր ձևակերպեք տան հետ կապված կամ արք ու վաճառք լինի։ Հոկտեմբերի 16-ից 19-ը շատ բարենպաստ օրեր են ձեզ համար, զբաղվելու եք ընտանիքով, երեխաներով, բարենպաստ է բիզնեսի համար, հանգստի եւ հաճույքների համար։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար բարենպաստ է ընդհանուր առմամբ գալիք շաբաթը հոկտեմբերի 13-ից 14-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու։ Հոկտեմբերի 14-ից 16-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում կարևոր ուսնական կամ անձնական բնույթի հանդիպում է հնարավոր կամ լավ լուրեր կստանաք ձեր քույրերից եւ եղբայրներից։ Հոկտեմբերի 16-ից 19-ը զբաղվելու եք ձեր տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերի կարգավորմամբ եւ լուծմամբ։ Սիրելի խեցգետինիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը հոկտեմբերի 13-ից 14-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի խեցգետինիկներ։ Հոկտեմբերի 14-ից 16-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի խեցգետիններ, փող եք ստանալու, իսկ 16-ից 19-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում հնարավոր է անակնկալ հանդիպում լինի։ Սիրելի առյուծիկներ, ձեզ համար գալիք շաբաթը բարեխառն է լինելու։ Հոկտեմբերի 13-ից 14-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Հոկտեմբերի 14-ից 16-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, նաեւ անձնական եւ գործնական հարցերի լուծմամբ, քանի որ հաջողությունը ձեր կողմն է լինելու։ Հոկտեմբերի 16-ից 19-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի առյուծիկներ, փող եք ստանալու։ Սիրելի կույսիկներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը։ Հոկտեմբերի 13-ից 14-ը ջերմ ընկերական միջավայրում կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափած երեխաները, հնարավոր է հետաքրքիր ծանոթություն։ Հոկտեմբերի 14-ից 16-ը կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները, սիրելի կույսիկներ, զգուշ եղեք, իսկ 16-ից հոկտեմբերի 16-ից 19-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է։ Շաբաթը լավ կավարտվի ձեզ համար, սիրելի կույսիկներ։ Սիրելի կշերքներ, ձեզ համար ընդհանուր առմամբ եւս բարենպաստ է գալիք շաբաթը հոկտեմբերի 13-ից 14-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար պետական դրան հետ կապված, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված, հասարակական կարգավիճակի հետ կապված։ Հոկտեմբերի 14-ից 16-ը շատ բարենպաստ է նոր հանդիպումների հնարավոր է ընկերական ջերմ միջավայրում դուք հանդիպեք կարևոր անձնավորություն ձեզ համար եւ կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափած երեխաները, սիրելի կշերքներ։ Հոկտեմբերի 16-ից 19-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը հոկտեմբերի 13-ից 14-ը հնարավոր է ճամփորդություն, լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Հոկտեմբերի 14-ից 16-ը կարևոր գործնական հանդիպում է տեղի ունենալու կամ ինչ-որ կարևոր գործնական խնդիր, հարց վերջապես ձեզ համար լուծվելու է, սիրելի կարիճիկներ, կապված աշխատանքի հետ, կապված պաշտոնի հետ, կապված հասարակական կարգավիճակի հետ, հնարավոր է ձեզ այնպիսի առաջարկություն անեն, սիրելի կարիճիկներ, որից դուք չեք կարողանա հրաժարվել եւ հոկտեմբերի 16-ից 19-ը կիրագործի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, շատ բարենպաստ է ընկերական ջերմ միջավայրում հնարավոր է ինչ-որ հանդիպում, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափած երեխաները, սիրելի աղեղնավորներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթ հոկտեմբերի 13-ից 14-ը
Զգուշացեք անսպասելի զարգացումներից, հնարավոր է շտապ ձեզ գումար պետք է, բայց մեծ վարկեր կամ պատկեր մի արեք։ Հոկտեմբերի 14-ից 16-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաև ճամփորդություն։ Հոկտեմբերի 16-ից 19-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, սիրելի աղեղնավորներ, փաստաթղթերի հետ կապված, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված։ Սիրելի այս եղջյուրիկներ, ձեզ համար բարդ է լինելու գալիք շաբաթը։ Հոկտեմբերի 13-ից 14-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, տեֆետական դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Հոկտեմբերի 14-ից 16-ը անսպասելի ինչ-որ բարձ զարգացումներ են ձեզ սպասում։ Զգուշացեք ճանապարհներին, զգուշացեք անսպասելի ինչ-որ ֆինանսական խնդիրներից, որի հետևանքով դուք ստիպված կլինեք պարտքեր եւ վարկեր վերցնել, մեծ վարկեր եւ պարտքեր վերցնելը այդ օրերին բարենպաստ չէ, սիրելի այդ եղջյուրներ։ Հոկտեմբերի 16-ից 19 լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաև ճամփորդություն, սիրելի այդ եղջյուրներ։ Սիրելի ջրհոսիկներ, ձեզ համար նույնպես բարդ է լինելու գալիք շաբաթը, հոկտեմբերի 13-ից 14-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով, կենցաղային հարցերով, նաև առողջության հետ կապված հարցերով։ Հոկտեմբերի 14-ից 16-ը զգուշացեք զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներ, տեֆետական դժվար կլինի վերականգնել հարաբերություններից։ Հոկտեմբերի 16-ից 19-ը ինչ որ անսպասելի զարգացումներ են հնարավոր, չնախատեսված ծախսեր, զգուշացեք նաև ճանապարհներին։ Սիրելի ձկնիկներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթ։ Հոկտեմբերի 13-ից 14-ը շատ բարենպաստ օրեր են, լավ է երեխաների համար, ձեր երեխաները հաջողություններ կունենան, լավ է հանգստի համար, լավ է բիզնեսի համար։ Հոկտեմբերի 14-ից 16-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով, նաև առողջության հետ կապված խնդիրներ եք լուծելու, իսկ հոկտեմբերի 16-ից 19-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, տեֆետական դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները, անձամբ ձեզ համար կհանդիպենք, ստեսություն։